Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Սիրելի հեռուստադիտող, սիրելի բարեկամներ, առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ամերիկայի հայկական արմատներ հաղորդաշարը։ Ճարտարապետությունն այն բացառիկ մասնագիտություններից է, որը կարողանում է միաձուլել արվեստն ու ճշգրիտ գիտությունները։ Կարծում եմ ստեղծագործ միտքը ճիշտ հաշվարկներով, ճիշտ տեխնիկական լուծումներով ուղղորդել եւ իրականություն դարձնել ամենաբարդ գործերից է, որով զբաղվում են բացառիկ տաղանդ ունեցող մարդիկ, եւ նրանք ապրում են մեր կողքին։ Այսօր իմ հյուրն է նրանցից մեկը։ Սիրելի հեռուստադիտող, իմ հյուրն է ճարտարապետ Արամ Ալաջաջյանը, ով հայկական ճարտարապետության հետքն է թողնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալություն, որ զրուցելու հրավերն ընդունեցիք, չմերժեցիք եւ ժամանակ տրամադրեցիք եկաք։ Պարոն Ալաջաջյան, ես գիտեմ, որ դուք ձեր մասնագիտությունը ձեռք եք բերել եւ կրթություն եք ստացել Հայաստանի Պոլիտեխնիկական ինստիտուտում։ Ինչպես եւ երբ եղավ, որ դուք տարվեցիք ճարտարապետությամբ։ Ես փոքրուց շատ սիրում էի նկարել, իհարկե, նկարչությունը իմ ամենասիրած դասերից մեկն էր դպրոցում։ Տարված էին նկարչությամբ եւ այդպես տանը մեր պատշգամբից նկարում էի հանդիպակաց էս դիմացի մայթի տները եւ այլն։ Ինձ մի օր եղբայրս ասեց դու ինչու՞ չես փորձում ճարտարապետական ընդունվել, բայց մինչեւ ընդունվելը ես դեռ չգիտեի ինչի մասին է ճարտարապետությունը, մինչեւ որ դարձա երկրորդ կուրս եւ բարեբախտաբար իմ դասախոսը եղավ պարոն Ռոմեն Ջուլակյանը, Երեջանկայի շատակ, որ տաղանդավորագույն ճարտարապետ էր, հայ ճարտարապետ եւ ուսուցիչ եւ իսկապես ի բախտը վերեց, որ ես եղա նրա ուսանողը եւ Ջիմ Թորոսյանի ուսանողը, որի հետագայում մոտ 2 տարի աշխատեցի Ջիմ Պետրովիչի մոտ։ Այդպես եղավ իմ ընտրությունը, նոր հասկացա ինչի մասին է այդ մասնագիտությունը։ Եվ արդեն հետո 1979 թվականին, չէ, եկաք Ամերիկա եւ շարունակեցիք ձեր գործունեությունը, մասնագիտական գործունեությունը։ Որն է եղել այստեղ ձեր առաջին աշխատանքը։ Դե առաջին աշխատանքը ես աշխատել եմ շատ հայտնի ինժեներաճարտարապետական օֆիսում, որ մոտավորապես 2000-ից ավելի աշխատող ուներ, կոչվում է Ralph & Parsons, Pasadena-ում է գտնվում, դեռ աշխարհի լավագույն ինժեներական, ուրեմն կազմակերպություններից մեկն են, իրենք կառուցում են, բայց իրենց մոտ աշխատելը ինձ ավելի արդյունաբերական ճարտարապետության, քիչ ստեղծագործական հնարավորություն տվող, որովհետև ամեն ինչ ստանդարտների մեջ էր եւ այլն, ինձ այդքան հետաքրքիր չէր։ Ես անմիջապես 1 տարի հետո փոխվեցի մի նոր ֆիրմ, որը այդ ժամանակ շահել էր կոնկուրսը, այսինքն մրցակցությունը Downtown Los Angeles-ում Bunker Hill-ը կառուցելու համար, որտեղ կային ուրեմն MoCA թանգարանը, Museum of Contemporary Art եւ միևնույն ժամանակ կառուցում էր բարձրահարկեր Arthur Erickson-ի ղեկավարությամբ։ Arthur Erickson-ն էլ եղավ պատճառը, որ ես տեղափոխվեցի, ինքը ուրեմն ինձ հրավիրեց աշխատելու իր խմբի հետ, այնուհետև Արատայի Սուզակիի հետ, մինչև 85 թիվը, այդպես աշխատում էի 2-3 տարբեր ֆիրմաների միջև եւ շատ փորձառություն ձեռք բերեցի, ինձ լավ, այսինքն դպրոց էր տա։ Որից հետո արդեն 86 թվականին այստեղ հիմնեցիք ձեր ճարտարապետական համահիմնադիրը դարձաք ձեր ճարտարապետական ընկերություն, չէ՞։ Ես ուրեմն Սակո Մարկուսին մենք ծանոթ էինք 84 թվից,
հայկական կազմակերպությունների ուրեմն ձեռնարկներում հանդիպում էին երբեմն եւ համախոհ էր իրեն մտածում։ Դրա համար է անունը այդպես կոչվում։ Այո, Ալաջաջան Մարկոսի արքիտեկտ։ Մեր երկուսի ազգանուններով է։ Հասկացա։ Բայց ինձ լավ խորհուրդ տվեց, որ ես առանձնանամ, այսինքն թողեմ մեծ ֆիրմաները, չնայած այնտեղ լավ դիրք ունեի եւ պաշտոն, շատ հայտնի ամերիկյան ճարտարապետ Ջոն Լատները, որ սերնդակիցներ Ֆրանկ Լոյդ Ռայթի։ Հոլիվուդում ինքը ունի բազմաթիվ կառուցվածքներ, որոնցից մեկը Սնկաձև տունն է։ Այդ տան ուրեմն բազմաթիվ ֆիլմերում տեսած կլինեք այդ միսիան վրա ուրեմն 60-ականների։ Այո, հա, մտաբերեցի, որ ասեցիք, հա։ Նա ինձ ես մի ընկեր ունեի, որ միշտ իրեն հետ միասին այցելում էինք Ջոն Լատներին, իրեն ցավոք սրտի վերջի տարիներն էր։ Ինքը ասաց, որ ինչքան երկար մնաս ուրիշ օֆիսներում աշխատելու եւ եթե դու քոնը չունենաս, քո ստորագրությունը չլինի, դա չի նշանակում, որ դու դեռ ճարտարապետ ես լիարժեք։ Խորհուրդ տվեց, որ ես առանձնանամ եւ իմ աշխատանքը սկսեմ։ Այդ ժամանակ մենք արդեն Սակոյի հետ մեծ եւ փոքր նախագծեր էինք անում միասին, որոշեցի, որ պիտի թողնեմ այդ օֆիսային ուրիշ մոտ աշխատելու։ Եվ այդ ձեր կյանքում ամենաշրջադարձային պահն էր, կարելի է ասել։ Գիտեմ, որ դուք նախագծել եք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցին, որը դարձել է Հյուսիսային Ամերիկայի հայ կաթոլիկների հոգևոր կենտրոն։ Այո։ Նաև նկատել եմ, որ նախագծել եք հայկական ճարտարապետության ոճով։ Ճիշտ է։ Նախագծելիս ինչ խորհուրդ եք դրել, ինչ սկզբունքներ կար եւ ինչն է ձեզ համար շարժառիթ հանդիսացել։ Նախագիծը մենք սկսեցինք 1998 թվականին, երբ այն ժամանակվա կաթոլիկների առաջնորդ, հայ կաթողիկիների առաջնորդ հայ Ռաֆայել Մինասյանը ուրեմն գներ էր այդ տարածքը, որտեղ գոյություն ուներ մի եկեղեցի, քրիստոնյա եկեղեցի, փոքր եկեղեցի էր, պետք էր վերակառուցվել եւ իրեն ցանկությունն էր, որ հայկական ոճի լինի սա։ Եվ իրեն ցանկությունն էր, որ Գրիգոր Լուսավորիչ անվանի եկեղեցին։ Եկեղեցու նախագծելու ժամանակ մենք ունեցել ենք կաթողիկ եկեղեցիներ։ 17-րդ դարում ավելի կաթոլիկ համայնքը զարգացավ, իհարկե Քաղկեդոնից հետո, երբ որ այդ բաժանումը եղավ, Քաղկեդոնի այդ համաժողովի ժամանակ, երբ որ կաթողիկ եւ առաքելական եկեղեցիների բաժանումը եղավ, դրանից հետո առաջացավ, այսինքն բավական կաթոլիկներ կային, որ ապրում էին պատմական Հայաստանում։ Եվ նրանցից մեծ մասը Կիլիկյան միշտ փորձել է կապի մեջ լինել, ասենք, Հռոմի հետ, Հռոմի կաթոլիկ, բայց չեն ընդունել այդ ծեսերը եւ այլն։ Իսկ 17-րդ դարում արդեն կային եկեղեցիներ, 17 դարում կառուցված, որ կաթոլիկ եկեղեցիներ են, կաթոլիկ հայկական, ինչպես Վանում կառուցված Սուրբ Մարիամ եկեղեցին։ Նրանք հանդիսացան պրոտոտիպը այս նախագծի։ Ուրեմն նշեմ, որ քարերը ամբողջ բերվեցին Սուրիայից, հիմնականում խորանները տաշվեցին Լիբանանում։ Ինձ առիթ եղավ, որ լինել երկու երկրներում են այն ժամանակ 2000 թվականին, 2001-ին եկեղեցին օծվեց որպես հայ կաթողիկ եկեղեցիների նստավայր եւ առաջնորդարաններ։ Հյուսիսային Ամերիկայի։ Ձեր հարցազրույցներից մեկում, որ ասել եք, որ ցանկացած եկեղեցական կառույց նախագծելիս նարեկացի եք կարդում։ Պատկերացնում շատ փառահեղ է ու շատ լավ էներգիա ու լիցքեր է տալիս, բայց հատկապես կուզեմ դուք ներկայացնեք, այդ ինչ խորհուրդ ունի ձեզ համար ու ինչու հենց նարեկացի։ Ոչ միայն նարեկացի, ես այսինքն երբ որ առաջի առիթը դա էր, որ կաթողիկ եկեղեցին էր, ես ընդհանրապես որևիցե թեմա, որ ճարտարապետության հետ կապ ունի, որ մոտենում եմ դրան, փորձում եմ խորանալ։ Մեր միջնադարը մենք ունեցենք փայլուն միջնադար եւ մանրանկարչության եւ գրականության Նահապետ Քուչակ, Գրիգոր Նարեկացի ունեցել ենք, այսինքն երաժշտություն, որն անփոխարինելի է եղել։ Ես խորացել եմ այդ էլեմենտների մեջ, ոչ միայն էլեմենտների, այլ խորացել եմ այդ գրականության մեջ։ Իսկ ինչ որ ազդեցություն հենց նախ ձեր գծագրերի վրա։ Գծագրերի վրա բնականաբար այդպես ուղղակի ազդեցություն չունի, բայց
հոգեկան բավարարություն է տալիս մտածողին, երբ որ դու ստեղծագործող ես, տալիս է այդ հոգեկան բավարարվածությունը, որ դու սկսում ես խորանալ, կենտրոնանալ այն թեմայի շուրջ, որը պետք է դու վերարտադրես այսօրվա լեզվով։ Բնականաբար մենք միջնադարյան, ես չեմ սիրում կրկնել միջնադարյան էլեմենտները կամ բերենք, ասենք, որ մենք հռիփսիմեն այստեղ կառուցենք, դա լինի հայկական եկեղեցի։ Ինձ համար կարևոր է, որ այդ էլեմենտները, դետալները կրկնվեն։ Օրինակ, այնտեղ այդ հայ-կաթողիկի եկեղեցում ապակու վրա կան մանրանկարչության տիպեր, որ առած է այսօրվա տեխնոլոգիայով, ուղղակի sandblast են ասում, այդ ապակիները ավելի ձևավորված են այսօրվա ոճով, բայց կրում են մեր մանրանկարչության տիպերը։ Իսկ օրինակ թանգարանը, հայ-ամերիկյան թանգարանը նախագծելիս որ դետալներ, որ ձեր երևակայության կամ պատկերացման մեջ առանց որի թանգարանը չէր կարող այդ շինությունը գոյություն ունենալ։ Լավ հարց եք տալիս։ Բոլոր դետալները, առանձնահատուկ ինչ-որ մի դետալ չկա, որ հենց առանց դրա չէր կարող։ Ինքը ունի խորհուրդ այդ նախագիծը, ինձ համար հատկապես, որ մեծ խորհուրդ ունի, որովհետև սա բացառիկ առիթ էր, որ մեր բազմադարյան մշակույթը կարողանանք մենք ներկայացնենք Միացյալ Նահանգներում եւ այդ առիթով, այսինքն բոլոր դետալները լինի մեր ուրեմն տարերի ստեղծումից մինչև մեր ճարտարապետությունը, մեր երթիկները եւ արտահայտչական ձևերը, ինձ համար նույնիսկ դրան բռնակը կարեւոր է այդ նախագծի համար, բոլոր նախագծերում կարևոր չի, ասենք, եթե առաջադրանքը ինչ է, եթե ես պիտի դրան բռնակ նախագծեմ, դա էլ պետք է լավ անեմ, չեմ կարող, այսինքն կողքից անցնել, ասեմ դե։ Այո։ Հետո նախագծելիս ասել եք, որ ես ուզում եմ, որ հայ-ամերիկյան թանգարանը ինքը լինի համամարտկային, բայց պատմի հայոց պատմությունը, պատմի հայկական մշակութային ժառանգության մասին, հենց ձեր ճարտարապետությունն էլ է, ճարտարապետական հատակագիծը գծագիրը նման տրամաբանությամբ արված։ Ես կարծում եմ, որ այստեղ ինքը ունի համամարտկային, այսինքն մոտեցում նախագիծը, որովհետև սա միայն, այսինքն մեզ համար չէ, մենք ուզում ենք այսօր մեր մշակույթը, մեր արվեստը տարածվի ամբողջ աշխարհում, որովհետև այս հազարամյակների այդ մեր կուտակած արվեստը, որից շատ-շատերն են, այսինքն այդ պտուղները քաղել, միջնադարում, ասենք, իտալացիները կամ օրինակ խաչակիրների ժամանակ արշավանքից հետո բավական էլեմենտներ գնացին դեպի Եվրոպա, այդ գոթիկ ճարտարապետության ուրեմն սկզբունքները առաջացան մեր անի ճարտարապետության այդ նյութերից եւ այլն, դրանք բոլորը նշանակություն ունեն։ Հիմա թանգարանի դերը լինելով, այսինքն հայ-ամերիկյան թանգարան, պետք է նույնիսկ հաշվի առնել, որ պետք է մենք հնարավորություն տանք, որ մյուս մշակույթներ այնտեղ ցուցադրվեն։ Դրա առավելությունը ինչու՞մ է կայանում, որ նրանք ովքեր գալու են, ասենք, եթե ենթադրենք հնդկական արվեստ նայելու ժամանակավորապես, ժամանակավոր մասում, կամ եթե ասենք կորեական համայնքն է իրենց ցուցադրություն ունի մի 6 ամսով, նրանք պարտադիր պետք է անցնեն մեր հայկական ուրեմն բաժնով եւ տեսնեն մեր մշակույթը։ Սա տարածման եւ պրոպագանդայի մի ձև է, որ մենք կարողանանք մեր մշակույթը ուրիշներին ցույց տանք։ Տեղանքի ընտրությունը շատ կարեւոր էր։ Գլենդելում հենց 2018 թվականին չէ խորհուրդը Գլենդելի խորհուրդը ընդունեց, որ այդտեղ պետք է իրականացնել։ Քաղաքային խորհուրդը ընդունեց, ուրեմն տեղանքը ընտրվեց եւ այս տեղանքը, որ հանձնվեց մեզ, քաղաքի ամենալավ կենտրոնում է եւ ինքը այդ զանգվածը, այդ ամբողջ կոչվում է արվեստների arts and entertainment, այսինքն արվեստների եւ զվարճության հատված է, որտեղ կան կինոթատրոններ, թատրոններ, ռեստորաններ եւ այլն։ Այդ տարածքը լավ։ Ուրեմն տարածքում ամենակարևորը կա գլխավոր գրադարանը Գլենդելի, որ մեզնից մի քիչ ավելի հյուսիս է, ընդհանուր մեր ուրեմն համաձայնության քաղաքապետարանի հետ եկանք են ուրեմն եզրակացության, որ այդտեղ այդ պարկինգները պետք է ամբողջ մեքենայի կանգառները վերացվի եւ այնտեղ այգի է լինելու, որը քաղաքապետարանն է կառուցելու, մենք դրան հարակից կառուցում ենք մեր ուրեմն թանգարանը։ Շատ անգամ հարց է եղել, որ ինչու այս ձևը, այս ֆորման,
ինչի համար։ Ուրեմն ճարտարապետները սովորաբար ունեն մի քանի մեթոդ, որ կարող են այդ շենքը դարձնել բացառապես դիտելի։ Մեկը կմնաք այդ հարմոնիայի մեջ, ընդհանրենք նայում եք քաղաքներ, որտեղ ամեն ինչ հարմոնիայի մեջ է, որ տները բոլորը իրար նման, դա էլ գեղեցիկ է, սխալ բան չկա։ Բայց այս դեպքում, քանի որ թանգարան է, սա ուզեցինք, որ շատ ինքը տարբեր լինի իրավ, այսինքն լինի կոնտրաստի մեջ իրեն միջավայրի հետ, որ ինքը ոտքի կանգնի, որպես քանդակ, որպես ինքը առանձնանա որպես քանդակ։ Սա սկզբունքային ուրեմն պայմաններից մեկն էր, որ iconic building, որ ասում են, սա այդ նպատակով արվեց։ Ինչու քառակուսի, շատերը հարցնում են, ինչու է այդ ֆորման։ Ես միշտ բացատրել եմ, որ հիմնական ուրեմն այդ սկզբունքը նորից գալիս է մեր միջնադարյան ճարտարապետությունից։ Ես հատակագծում ինքը գավիթ է։ Մենք գավիթները առաջացավ 12-րդ դարում, 13-րդ դարում, երբ որ եկեղեցիները արդեն փոքր էին, դրանք հավաքատեղիներ էին կցված մեր եկեղեցիներին։ Եվ այնտեղ ժողովուրդը հավաքվում էր, նախքան ծեսերը կամ եթե ունեին կնունկ կամ ինչ-որ արարողություն, եւ նույնիսկ այդ գավիթներում այն մարդիկ, որոնք քրիստոնյա չէին, որ նրանք չեն կարող մոտենալ խորանին, նրանք ուրեմն հավաքվում եւ մնում էին գավիթներում։ Ուրեմն դա հավաքի տեղ էր։ Դա ինձ համար դարձավ այդ հատակագիծը դարձավ սկզբունք, որ մեջտեղը ինքը քառակուսի ունի բացված եւ վերևում երթիկ, ինչպես մեր գավիթներն են, եւ դա ընդունեց այդ ֆորման, այդ ձևը ընդունեց։ Իսկ հետո արդեն ուրիշ խորհուրդներ կա, որ գեղարվեստական մասով ուղղակի մատուցված է այս շենքի վրա, օրինակ այդ դուրսը մեր գառնի ստալակտիտներն են, մեր լեռնաշխարհը։ Իսկ այդ թեքությունները, որ եթե ավարտից հետո ժողովուրդը կնկատի, ընդգծում է մեր հայկական պար լեռնաշղթան։ Մյուս խորհուրդը, որ ճարտարապետական խորհուրդը, սիմվոլիզմը, որ այստեղ կա, այդ ֆրագմենտները արտահայտում են մեր սփյուռքի համայնքները։ Միասնականությունը, սրանց միասնությունը դարձնում է ժայռ։ Ես միշտ ուզել եմ այդ բանը ընդգծել, հատկապես այս նախագծի ժամանակ, որովհետև ինձ ուղղակի հիացրեց եւ ոգևորեց մեր այս համայնքի կազմակերպությունը, երբ որ որոշեցին թանգարան անել, երբ որ 10 կուսակցություններ եւ 4 եկեղեցիներ կողքի եկան, ես բազմիցս ասել եմ եւ նորից ուզում եմ ասել եւ շեշտեմ, այդ միասնականությունը ուղղակի ինձ համար ոգևորություն էր, որպես ճարտարապետի, որպես արվեստագետի, որպեսզի կարողանայի արտահայտեի։ Երբ որ մենք միանում ենք, արդյունքը լինում է հիանալի։ Եվ ասեմ ձեզ 10 տարի եւ ամեն մի քանի շաբաթը մենք հավաքվում է այդ խորհուրդը եւ խորհրդակցում են մեկ մարդու նման նստում եւ մեկ ժամվա մեջ կատարում են որոշումները։ Ես անցյալում 45 տարի ապրում եմ այստեղ, այդպես բան չի տեսել, բայց այս մեր թանգարանի խորհուրդը հիանալի աշխատանք է անում այդ իմաստով։ Եվ ժողովուրդն էլ երբ որ տեսնում է դա, ոգևորվում եւ փորձում է հնարավորին չափ աջակցել դրան։ Եվ արդյունքը տա Աստված, որ մյուս տարի բոլորս միասին տոնենք։ Հաջորդ հարցս հենց ձեր պատմածից առաջացավ, իսկ հնարավոր է լինում ժամանակակից ճարտարապետությունը համատեղել հայկական մշակութային ժառանգության հետ։ Անշուշտ։ Եվ ես կարծում եմ, որ մենք այս փորձը դա է եղել, որ մենք ժամանակակիցը համահունչ ձևով արտահայտենք մեր ուրեմն ճարտարապետության ժառանգության հետ, այսինքն տրադիցիոն ճարտարապետության հետ։ Օրինակ, ասեմ, այս շենքը ունի մի հետաքրքիր տեխնոլոգիական լուծումներ, երևի այնտեղ եղաք, տեսաք եւ նկատեցիք, ունի երկու մակերևույթ, ունի արտաքին, որ պիտի երեսապատվի պողպատով, եւ ունի ներքինը, որ արդեն դուք տեսաք, որ ջրամեկուսացում եւ ջերմամեկուսացումներ։ Դրա արանքում մոտավորապես 2 մետրի չափ տարածություն գոյություն ունի։ Մեր ամբողջ ուրեմն օդափոխանակությունը, ջերմափոխանակությունը, ուրեմն եւ գազատար խողովակները եւ բոլոր էլեկտրականությունը այդ տարածքով են անցնում։ Թանգարանի ներսում չկա ոչ մի օդափոխանակության էլեմենտներ։ Դրանք հետագայում, որպեսզի կարողանանք տնտեսենք, ուրեմն այդտեղ ամեն հարկի վրա կառուցված են միջանցքներ։ Դրանք արտաքին միջանցքներ են, արտաքին մակերևույթի եւ հիմնական շենքի կրող պատի միջև, որ տեխնիկական սպասարկման
սպասարկումը կատարվելու է։ Սա այսօրվա մոդեցումն է, այսօրվա տեխնոլոգիաներն են, որ դրված է, բայց արտադրական ձևերը, օրինակ ասենք այդ երթիկի արկայությունը կամ դրա ինտերպրետացիան, դրանք լրիվ գալիս են մեր ուրեմն ճարտարապետության հիմքերից։ Ես գիտեմ նաև, որ դուք ձեր մեծ ներդրումն ունեք կրթության մեջ, ինչպես կգնահատեք, կան արդյոք հիմա տեղի համայնքում այնպիսի տաղանդավոր ապագա ճարտարապետներ, երիտասարդ, ովքեր իրենց գործերով ու աշխատանքներով կփայլեն։ Ինչ որ ակնհայտ այդպիսի բան տեսնում եք։ Այո, մեզ մոտ օրինակ միշտ գալիս են եւ աշխատում են հիմա էլ երիտասարդ ճարտարապետներ, նորավարտ կամ մի քանի տարի ավարտած, մենք նախընտրում ենք, որ լինեն հայեր հիմնականում, օտարներ կան, բայց հայ, եթե խոսքը վերաբերում է մեր հայ երիտասարդներին, շատ տաղանդավորներ չեմ ուզում որևիցե մեկին առանձնացնել։ Գիտեք, ես 45 տարի այստեղ եմ եւ գնալով ես զգում եմ այդ հետաքրությունը ինչպես ճարտարապետություն մասնագիտության նկատմամբ մեր երիտասարդների հետաքրությունը, փայլուն երիտասարդություն ունենք, որ այստեղ Կալիֆոռնիայում աճում է, փայլուն։ Ես իսկապես հպարտ եմ, որ այսինքն շատերն են ընտրում ճարտարապետություն եւ մենք փորձում ենք միշտ խրախուսել իրենց։ Օրինակ ես որպես հյուր դասախոս երբեմն տարին 2 կամ 3 անգամ Glendale College-ում կամ Glendale Central Library կամ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում խոսում եմ հայկական ճարտարապետության եւ սիմվոլիզմի մասին։ Մոտենում են հայ ուսանողները եւ փորձում են իրենց ողջևորել, որքան շատ այնքան լավ։ Այս մասնագիտությունը զինվորներ պետք ունի եւ մենք էլ դրանցից մեկն ենք, պիտի փորձենք ինչքան հնարավոր է մերոնց ներգրավել դրա մեջ։ Իսկ ձեր նախագծերը շինություն են դառնում հատկապես Glendale-ում, չէ՞, մեծամասամբ։ Տեղի հայ համայնքը ինչպես է գնահատում ու արդյոք դա ինչքան կարևոր է ձեզ համար։ Դժվար է ասել, գիտեք ինչ է, երկու պատասխան ունի դա։ Նախ ասեմ ձեզ, ինձ համար կարևոր է, որ նախագիծը կամ այդ կառուցված շենքը համահունչ լինի իրեն միջավայրի հետ։ Դա առաջին։ Եթե ինքը այնպիսի կառույց չի, ասենք որպես եկեղեցի կամ թանգարան կամ քանդակ, որը պետք է առանձնանա այդ միջավայրից։ Եթե բնակելի տուներ են եւ կամ դպրոց է եւ այլն, այսպեսի նախագծեր որ շատ ունենք, մենք հայկական դպրոցներն ենք այստեղ նախագծել եւ կառուցել, բարեգործական դպրոցը լինի Pasadena-ում կամ Valley-ում, այստեղ նայում ենք, որ համահունչ լինի եղած կառույցների եւ այլնի հետ։ Ինչպես են ժողովուրդը սրան արձագանքում, ինչպես բոլոր երկրներում։ Շատ նախագծեր կան, որ ասենք մեր հայությունը այդքան բան չի ձեռնամուխ լինում, վերջերս այո լինում են, բայց ընդհանրապես ամերիկյան հասարակայնությունը իրենք շատ ձեռնամուխ են այսպիսի հարցերի մեջ, գալիս են այդ քննարկումներին եւ այլն, կամ բողոքողներ, այո, բայց ես իմ գործս պիտի անեմ, ես երբեմն որպես այսինքն արվեստի ճարտարապետ, արվեստի աշխատող, ես իմ գործս անում եմ։ Ես չեմ կարող այսինքն որևիցե շենք նախագծել մտածելով, որ հարևան ինչ կմտածի այս մարդու մասին։ Բնականաբար։ Իսկ եթե փոքրիկ պատմական ակնարկ անենք, այստեղ Միացյալ Նահանգներում, այո, հայ ճարտարապետների ամենամեծ դերը որ ժամանակաշրջանում է եղել։ Ես կարծեմ այդ ժամանակաշրջանը գալու է, որովհետև ես ավելի հույս ունեմ, որ մեր գալիք սերունդը պիտի ավելի շատ ասելիք ունենա։ Եղել են, այսինքն ճարտարապետներ, որոնք ակներև իսկապես մեծ ավանդ են թողել Միացյալ Նահանգներում, բայց կարծում եմ այդ օրը գալու է, մենք պիտի ունենանք նոր սերունդի մեջ փայլուն ճարտարապետներ ենք ունենալու։ Որպես ամփոփում իհարկե սա վերջին հարցը չի, բայց ձեր որ աշխատանքն եք առանձնացնում ու համարում շրջադարձային ձեր կարիերայի մեջ։ Ես այսինքն բոլոր աշխատանքները տեսնում եմ որպես իմ զավակները։ Չեմ կարող մեկին մույսից, որովհետև դրանք բոլորը տարբեր բնույթի են, բայց կարծեմ ինչ որտեղ շրջադարձային եղավ հայ կաթողիկ եկեղեցու
ուրեմն նախագծումը եւ շինարարությունը, որովհետեւ շինարարության ժամանակ էլ մենք կառուցեցինք մեր բան Ալաջաջյան Մարկոսի հիմնարկը շատ օգնեց, որպեսզի դա կառուցվի։ Այն ժամանակ այդ իրեն ճարտարապետական դետալները, բաները բավական բարդ էին, շատ շինարարներ խույս էին տալիս, չէին ուզում որ մոտենային այդ նախագծին։ Եվ մենք հանձն առանք, որ մենք կղեկավարենք այդ շինարարությունը։ Այդ տեսակետով, այսինքն յուրահատուկ տեղ ունի, բայց դրանից ավելի իսկակի եթե ասեմ, որ հայկական ճարտարապետություն այն ինչ որ արել եմ, ինձ համար խորհրդանշական է Կիլիկիո թեմի առաջնորդարանը, որտեղ ես այնտեղ կարողացել եմ մի քայլ ավելի որպես ճարտարապետական փիլիսոփայություն ավելի վերև տանել այդ ձողը։ Այնտեղ էլեմենտներ, որ արտահայտված են, եթե գնաք նայեք, դիտեք կամ եթե հնարավորություն նրան տեսնելու կամ նրանք ովքեր ծանոթ են, այդ նախագծի մեջ ես ներառել եմ ֆրագմենտներ մեր արևմտյան Հայաստանի քանդված եկեղեցիներից։ Կես կամար է, մեկ խաչ է, կամ մեկ հատ օբելիսկ սյուն է, կամ գմբեթ է, որ գետնից դուրս է գալիս։ Այս էլեմենտները գալիս հավաքվում են եւ կառուցում են մի հարմոնիա։ Այդ հարմոնիան ուրեմն ներքևում ինքը ուժեղ քարից է կառուցված, տրավերտին է, իսկ վերևում մետաղ է եւ ապակի։ Այսինքն նորը դուրս է գալիս հնի մեջից։ Ես հիշում եմ այդ օծման կամ բացման օրը Adam Schiff այնտեղ էր եւ ինձ նայում էր եւ ինձ հարցրեց, ասեց where did the inspiration came from, որտեղից է այդ ոգևորությունը եկել քեզ։ Ոգեշնչումը, այո։ Ասի մեր եկեղեցիներից ես ուզում եմ ասեմ, որ եթե նույնիսկ այդ քանդված ֆրագմենտները, եթե մենք այսօր հավաքենք, դա կարելի է դարձնել եկեղեցիկ արվեստի գործ։ Ինձ համար այդ կառույցը կարծում եմ յուրահատուկ նշանակություն ունի, որպես մի քայլ դեպի վերև, որ կարողացել եմ արտահայտել ավելի ժամանակակից հայկական ճարտարապետություն էլեմենտներ։ Իսկ այսօր ինչ եւ որտեղ կուզեք ինչ կառուցվի ձեր ճարտարապետական նախագծով, որ հենց տենց այդպիսի ցանկությունը աշխարհի որևիցե անկյունում։ Շատ շնորհակալություն ձեզ հարցազրույցի համար։ Շատ շնորհակալություն, որ չմերժեցիք եւ մեզ հյուրընկալեցիք։ Շնորհակալ եմ ձեզնից։ Շատ մեծ գործ եք անում։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։